Ողջույն 24-ի եթերում հետագիծն է Նարեկ Գալստյան, այս բան ես հյուրընկալ եմ նժար սահմանադրական շարժման համահիմնադիր Արտաշես Իկոնոմովին, բարև ձեզ պարոն Իկոնոմով։ Բարև ձեզ։ Առաջին անգամ եք մեր տաղավարում եւ ընդհանրապես հանրային գործունեության քաղաքական կարծես թե նոր եք սկսել, այսպես կարելի ասել։ Պարոն Իկոնոմով, մինչեւ հասկանանք ձեր շարժման նպատակների մյուսի մասին, այսօր Գյումրիում սարսափելի լարված է, տեսնում ենք թե ինչ է տեղի ունենում, process-ները մտել են Վարդան Ղուկասյանին են փորձում ձերբակալել, մենք երեկոյան ենք հետերարձակվելու, կարծում եմ արդեն երբ որ հետերարձակված լինենք, ինչ-որ մի հանգուցալուծում այո կլինի։ Ընդհանրապես ոնց է բացատրում այս ամեն ինչը, հա, այսինքն հոգևորականներ հիմա արդեն համայնքապետ, մինչև այդ Վանաձորի համայնքապետ, ուր է տանում երկիրը այս իշխանությունը ձեզ, այս մեթոդոլոգիայով։ Շնորհակալություն հրավերի համար։ Սա միանշանակ ուշադրություն խնդրեի դարձնեք, որ նույնպես ինքը գլխավոր կոչված հրամանատարը հիմա էլ երկրում չի եւ միշտ ինքը նախընտրում է որ ինքը երկրում չլինի եւ այդ process-ները սկսեն կատարվելը հետո ինքը իր ասելով լրատվամիջոցներից է իմանում որ այդպես բաներ են պատահել SMS-ներով չի փաստորեն ուզում ասի հիմա միանշանակ այս մարդը որոշել է քանի որ գիտի որ ինքը չի կարողանալու իրականում հաղթի ընտրություններում եւ միակ ճանապարհը իր իշխանությունը պահպանելու դա այն է որ գնա դեպի միապետություն, վախի մթնոլորտ ստեղծել, ել չեմ ասում, ասենք այն բարձրագույն արժեքները, որը որ մեր ազգի համար բնորոշ են, հա, ասենք թե եկեղեցին, թե Արարատը, թե հավատը ընդհանրապես, այս մարդը ամեն ինչն է քարոք հանդանում Իհարկե ես գոհ չէի, երբ որ ընտրվեց Վարդան Ղուկասյանը որպես քաղաքապետ, ես կնախընտրեի ավելի որակով մարդիկ լինեին քաղաքապետները, հա, բայց ամեն դեպքում նա մարդկանց ընտրությունն է դա եղել եւ ընտրության միջոցով լեգիտիմ ձևով ինքը քաղաքապետ է ընտրվել Սակայն դա չի կանգնացնում այս իշխանությանը, քանի որ իրանց ընտրյալը չի, ուրեմն պետք է ապացուցի ու ցույց տա, որ ով որ մեր հետ չի, դա ինքը մեր դեմն է, ասենց ասեմ, հա, փաստորեն այդ վախի մտնոլորտը ստեղծելով ինքը ուզում է ստեղծի այնպես իրավիճակ, որ մարդիկ քաղաքականությունից փորձեն զուրկ մնալ որ չկարողանան համախմբվել, որ չկարողանան, որտեղ իր սա իմաստն է եղել այդ վերջի 7 տարիները, արդեն 8-րդ տարին է, ավարտին հասնում արդեն 4-5 ամսից, այս մարդը միայն պարակտումով է զբաղվում մեր հասարակության։ Մի 7-րդ տարին է ավարտին հասնում, 8-ը սկսում է։ Մայիսին է ընտրվել 2018 թվականի, հա, բայց կարող ամեն դեպքում, հա, փաստորեն այդ բանաձևը բոլորի համար է պարզ, ասում է բաժաներ եւ տիրիր, այդ մոտեցումով ինքը ուրիշ հնարավորություն չունի, եւ դրա համար ամեն ինչ անելու է։ Ինչի եք մտածում, որ ինքը չպետքա վերընտրվի ընտրություններով։ Նայեք, հա, նախ առաջ ես ներողություն հարցը ավարտեմ։ Ես նայում եմ սոցիոլոգիական հարցումները, այս բան ինքը այո չունի բացարձակ մեծամասնություն, բայց առաջատար է։ Այս պահին իրենից հետո եկող ընդդիմադիր մնացած կազմակերպությունների ռեյտինգները, այսպես ասեմ, այդքան էլ բարձր չեն։ Մենք ունենք 50%-անոց մոտավորապես չկողմնորոշված գծիկ անտարբեր զանգված մարդկանց, որոնք որ ամեն հավանականությամբ ընտրությունների չեն գնա, ինչպես դա տեղի ունեցավ Երևանի քաղաքապետարանում, դրանից առաջ 21 թվականին, այսինքն եւ ի տարբերություն այսպես ընդդիմության մեծ մասի, բոլորի չասեմ, ինքը հստակ ունի իր օրակարգը, մարդկանց ցույց է տալիս, որ գնում է դեպի խաղաղության, սահմաններ է բացում, մյուսը անում Որտեղից այդ վստահությունը, որ Նիկոլ Փաշինյանը չի ընտրվելու ընտրությունների միջոցով։ Նարեկ ջան, ուրեմն ինչ ես ասենք մուտք գործեցի քաղաքական դաշտ, որոշեցի որ ամենածանր որոշումներ իրականում իմ կյանքում, որտեղ ես միշտ հեռու եմ մնացել քաղաքականությունից, ես 90 թվականից եմ սկսած բիզնեսով եմ զբաղվել, երբեք կուսակցական չեմ եղել, ոչ մի կուսակցություն
Ես մի 2 տարի միջև այդ իմ գործընկերների հետ, իմ ընկերների հետ միասին մենք շատ ենք մտածում, թե իրականում թե ինչումն է խնդրեմը, որ մենք այսպես ցավալի, ողբալի իրավիճակում ենք գտնվել, որտեղ բոլորս է գիտենք, հա, մենք ունենք անձինք, անհատներ, որոնք որ չտեսնված որակի տեր մարդիկ են, բարձր բանականության այդ ամեն ինչը բայց չի աշխատում, ինչի չի աշխատում, որովհետև փաստորեն մեր մոտ իրականում չկայացավ հայկական Հայաստանի Հանրապետությունը որպես այն պետական ինստիտուտը, որը որ պետք է իրականում լիներ այնպիսին է, ինչպիսին գրված է մեր սահմանադրության մեջ, հա, ժողովրդավարական, սոցիալական, այդ ոչ մի բանը չաշխատեց։ Ու կապ չունի, թե քանի անգամ փոխեցին սահմանադրությունը ամեն մեկը իր համար, փաստորեն ամեն մի ղեկավարը այնպես էր փոխում այդ սահմանադրությունը, որ իրենց հարմար լինի ավելի շատ տիրանալ ու երկար մնալ պաշտոնի, ասենք այդ էր սա իմաստները։ Հասկանալի դարձավ, որ իրականում մենք պետք է փոփոխենք մոտեցումները, հա։ Մեր ամենակարևոր բանը 35 տարվա մեջ ինչ որ չկատարվեց, մեր մոտ չկայացան ինստիտուտները։ Հա, այո, ես համաձայն եմ, որ բոլորն է ասում են, բայց հիմա ոնց անել, որ կայացնել այդ ինստիտուտները, էս է հարցը, ասենք, ասելը, ասում են բոլորն էլ ասեցին, իսկ հիմա ոնց կայացնել, դրա հետ կապված մենք շատ հարցեր ունեցանք, շատերը մեր խմբից, որ հետ մենք 2 տարի քննարկում ենք, ասենք 25-ից ավել եւ մեծամասնությունը դուք երևի կճանաչեք էլ, եթե անունները տամ իհարկե, ասենք շատերը չհամաձայնվեցին նրա հետ, որ պետք է այսպիսի փոփոխություններ, որ մենք ենք այսօրվա դրությամբ առաջարկում կատարել, որովհետեւ գիտեք ոնց էլ չլինի, մարդիկ ձգտում են գնալ իշխանության եւ ստանալ այդ բանը ոնց ասենք միապետին հնարավորություն տվող իշխանությունը, այդ մեր սահմանադրությունները հնարավորություն են տալի, որ ամեն ուզած ժամանակ, եթե մարդ իր բարոյական նորմերը խախտի, միանգամից կարա դառնա միապետ, որտեղ բոլոր լիազորությունները դա անցումային ժողովրդավարությանը հատուկ մանավանդ այդ խորհրդային տարածքներին հատուկ որոշակի բան է, մոտեցում ու սինդրոմ, բայց դուք պետք է ընդունեք, որ 30 տարվա ընթացքում նաև որոշակի էվոլյուցիա է տեղի ունեցել։ Այսինքն ինչ որ ունենք մենք պայմանական, ասենք, չգիտեմ, մարդու իրավունքների հետ կապված օրինակ 92 թվականին, հա, երբ որ երկիրը նոր էր ստեղծվում, օբյեկտիվորեն սովետական միության հետ ամբողջ ինստիտուտները տեղափոխվել էին դեպի անկախ Հայաստան, մենք նույնը չունենք, ասենք 2017 թվականին, ասենք օրինակ ոստիկանատներում 2017 թվականին մարդկանց չէին ծեծում, ի տարբերություն, ասենք 2003 թվականի օրինակի համար։ Եվ դա բնական ինչ-որ էվոլյուցիա էր, այնպես չի, որ ամեն ինչ դոփում էր տեղում։ Նայեք, իրականում դուք մի կողմից ճիշտ եք, բայց մյուս կողմից այդ անցումայինը ինչքան պետք է դեռ հələ 100 տարի էլ պետք է տենց անցումայինով մենք ապրենք, հա, ինչ որ հետ սովետական այդ մոտեցումներով փոփոխություններ ինչ որ թեթև փոփոխություն եղել է 35 տարվա մեջ, բայց դա ծիծաղալու փոփոխություններ են իրականում։ Եթե մենք խոսում ենք, որ 21-րդ դարում չպետք է ծեծ կրտուկ անեն կամ ես ինչ որ բռնաբարություններ անեն ոստիկանության բաներում, դա ծիծաղալու է, էլի, ասենք այդ այն բաներն է, ոնց որ ասում են Նիկոլ Փաշինյանը այսօրվա դրությամբ փողոցները ինչ որ սարքում, հա, ասֆալտափարում, այդ անպայման բաներն է, որ պետք է լինի։ Ես մի օրինակ բերեցի պարոն Նիկոլ, կարող եմ այդպեսի մի քանի տասնյակ օրինակներ բերել, որ այնուամենայնիվ մեր երկրում տեղի ունեցել ինչ-որ էվոլյուցիոն process-ներ։ Հիմա որ դուք ասում եք ընդհանրապես պետքա փոխել, այդ ընդհանրապես փոխելը ինձ հիշեցնում է Նիկոլ Փաշինյանի 4-րդ հանրապետությունը։ Դե գիտեք ոնց այդ 4-րդ հանրապետության հետ կապված էս մենք ընդհանրապես մեր շարժումը ունի 3 կետ, որի շուրջ առաջարկում է, որ ես կարող եմ ներկայացնեմ այդ 3 կետը, հեսա կներկայացնեմ, բայց ես արդեն եկել եմ այն եզրակացան, որ պետքա 4-րդը մտցնել, որ անպայման պետքա միջազգային փորձագետներ հրավիրել, մինչև վարչապետի թեկնածուն դառնա վարչապետ, անպայման պետք է ասենք իր առողջական բանը ստուգել եւ առաջնահերթ հոգեկան վիճակը վարչապետի թեկնածու հետ շատ կարևոր կետ է լինելու ինձ թվում է մեր ապագա կետերի մեջ, որը պետք է ընդունվի։ Իսկ ինչ վատ նախադեպ եք վատ նախադեպը ես ձեզ ասեմ ուղղակի դուք նայեք երբ որ Փաշինյանը Տրամպին որ երբ որ մոտիկանում ասում է ես Հայաստանի վարչապետն եմ հիշած դրանից առաջ նայեք մոտարապես 30 վայրկյան այդ մարդու բանը հա տեսքը թե Տրամպի թե Փաշինյանի Փաշինյանի Իրանն էլ երևի Ամերիկային էլ արժի այդ
նույն մոտեցումները ընդունել, որտեղ աշխարհում բոլորին գիշ կդարձնեք։ Չէ, գիտեք ոնց հիմա եկել է այն ժամանակը, Նարեկ ջան, որ իրականում, ասենք, աշխարհում ընտրությունների միջոցով եկող ուժերը շատ պոպուլիստական են, ասենք, այդ այն հին դասական կուսակցությունների մոտեցումները խառնվել են իրար, բոլորը դառել են կենտրոնի կուսակցություն, այդ աչական, ձախականներ արդեն չկան, դրանց մեջ էլ պոպուլիստներն են մենակ առաջ գալի։ Ու այդ ամենավատ բանն է, այդ պոպուլիզմով շարժող այդ առաջնորդները դե պարզա ինչին են բերում, հա, ընտրությունից ընտրություն, իրանք էլ ժամանակ էլ չեն ունենում ճիշտ ինչ-որ փոփոխություններ կատարել, ինչ-որ, ասենք, իրականում փորձեն, իրանց ուշն ու միտքը այդ ընտրվելն է։ Հիմա մեր պարագայում ավելի վատ դեպք պատահեց, փաստորեն ոչ թե մենակ պոպուլիստ, այլ մանիպուլյատոր, այդ ահռելի իրավիճակ ստեղծեցին մեր հենց այդ անցումային փուլում, հա, որը որ մեր համար ավելի դժվար է, եթե ուրիշ պետություններում իրանք կայացած պետություններ են, կայացած ժողովրդավարություններ են, կայացած ինստիտուտներ ունեն, մեր պարագայում մենք ոչ մի բանը չունենք եւ այդ դեպքում երբ որ գալիս է այսպեսի ղեկավար, դա ավելի վատ ավերջանում այդ ամեն ինչը եւ դրա համար մենք իրականում դրա կարիքը կունենանք այդ 4-րդ կետի, բայց ես ասեմ այն 3 կետը հա էդի ուզում ասեմ 3 կետերն են ավելի հետաքրքիր։ Այո, 3 կետերը ինչի մասին են, հա, պարոն Գասյան, ուրեմն առաջինը դա նա է, որ մենք պետք է, ասենք, փոխենք նախագահի ինստիտուտը պետխորհրդի ինստիտուտով, այդ պետխորհրդի ինստիտուտը ինքը իրանով պետք է ունենա վերցնի դա սահմանադրության մեջ փոփոխության, ուզում եմ ուշադիր լինեք։ Ասելով, այսինքն մի քիչ եթե բացեք։ Դա 9 հոգուց կազմված խորհուրդ է լինելու, ասենք, որոնցից 3-ը ամեն 3 տարի մեկ փոփոխվել է, որ չլճանան իրանք էլ այնտեղ։ Դա առանձին պրոցեդուրա ոնց են ընտրվելու բան, դա հետո կներկայացնեմ, բայց ուզում պատկերացնել, որ մի հատ պատկերացնեք։ Ոչ չերտա։ Հա, ուրեմն այդ պետխորհուրդը ունելու վարչապետի որոշ լիազորություններ, որ այսօր ասենք վարչապետինն է, դա նշանակումների հարցով, ասենք ուժայինների, գլխավոր դատախազի, հակակոռուպցիոն կոմիտեի, ընտրական հանձնաժողովի որ միապետի հնարավորություն չդառնա ոչ մեկ, ով որ հետագայում դառնալու է վարչապետ, այդ հնարավորությունները չունենա, որ բալանսավորված լինի այդ ճյուղերը, հա, իշխանության։ Պարոն, ձեր ասածը իմ մոտ հիշեցնում է երկու օրինակ։ Մի օրինակ այլևս չկա, մյուս օրինակը կա։ Կամ մյուս օրինակն է կարող է լինի, չգիտեմ։ Մի օրինակը որ կա այաթոլաների համակարգն է, որը կա Իրանում, մյուսը պոլիտբյուրոն է, այո։ Դա կա Չինաստանի մակարդակով, բայց այդ Կոմկուսի պոլիտբյուրոյի է նա հիշեցնում, այսինքն դա էլ առանձնապես ժողովրդավարության հետ կապ չունի։ Դուք այսինքն պետության կենտրոնաձիգ կառավարումը պետությանը զրկում է կենտրոնաձիգ կառավարումից։ Չէ, նայեք, տենց չի։ Հակառակ կառավարումը մնում է հենց կառավարչի վարչապետի ձեռքում մնալու, բայց ինչով է տարբերում թե Կոմկուսից, որտեղ դա սա կուսակցական չեն լինելու այդ 9 հոգին երբեք, երկրորդը ինչով է տարբերվում այաթոլլաներից, որտեղ նրանք ոչ թե որպես հավատացյալ են այնտեղ հավաքված, այլ ըստ իրանց իմաստության դա ձևն է, ես բովանդակություն եմ նկատել։ Չէ, դե բովանդակությունը նայեք, իրականում վատ չի թե Կոմկուսի այդ պոլիտբյուրոն ինքը եթե կուսակցական չլներ, դա ասենք այդ այն մարդիկ պետք է լինեին իրականում ընդեղել, հա, ովքեր որ ունեն համոտություն, իմաստություն, ասենք այն մարդիկ նայեք, մեր հանրության մեջ շատերը ովքեր եկել են ժողովրդավարար ձևով ընտրվել են, հա, ազգային ժողով, սենց ասենք։ Մեծամասնությունը ինչ որ անվանումներ են, ինչ որ մարդիկ են, ովքեր իրանց արմունկներով կարող են բրբրթեն սրանց նրանց գան ընկնեն ինչ որ այնքան որ իշխանություն մտնեն։ Շատ մարդիկ ովքեր որակով բարձր բանականության, բարձր բարոյականության տեր մարդիկ իրանց թույլ չեն տալի մասնակցել այդ process-ներում, որովհետև իրականում այդ ամեն ինչը 35 տարվա մեջ տեսել ենք մեր ազգային ժողովի ներկայացուցիչների մեծամասնությունը, ասենց ասեմ, հա, բացի երևի թե առաջի ընտրվածներից, որոնք որ դեռևս հենց սովետական ժամանակ ընտրվեցին, առաջի այն վաղ գերագույն խորհուրդ էր կոչվում այդ ժամանակ, ասենք, ընդեղի որակը մարդկանց լրիվ տարբերվում էր իհարկե։
հետագայում մենք տեսանք հիմա այդ մարդիկ ովքեր որ չեն կանում այդ ճանապարհը, բայց իրանք ուզում են իրանք օգուտը տված լինեն մեր պետությանը, մեր հանրությանը, այդ մարդիկ ճանապարհ չունեն գալ հասնելու կառավարման օղակների պետության։ Դրա համար մենք այս մեր ստեղծած կոչվելու է ինքնորոշման ազգային ինստիտուտ, որի միջոցով իրանք գալու են եւ ընտրվում են պետխորհուրդ, որ իրանք կարողանան օգուտ տան թե պետությանը, թե հանրությանը։ Ինչ անելու բացի դրանից այդ պետխորհուրդը։ Պետխորհուրդը պետք է ունենա վետոյի իրավունք, որ ասենք թե նույն վարչապետը եթե հակաժողովրդավարական, եթե այսինքն իմ ասած նոր 4-րդ կետը, եթե մտցնենք ինչ որ հոգեկան խնդիրներ ունենում մարդ ենք բոլորս, ինչ ասած կարա լինի, հա, մեկ էլ եկալով մի հատ անց օրենք հանդիպում, ոնց որ հիմա այսօրվա վարչապետը սկսել է մեր եկեղեցականներին բոլորին sense ինչ որ անհետ նույն Սամվել Կարապետյանին, հա, որը որ ես հենց առաջի օրն եմ Facebook-ում գրառում արել, որ ասել եմ, սա անօրինականություն է ինչ որ կատարվում է, որտեղ այդ բառի համար անհնար էր մարդուն ձերբակալը։ Դա անձնական ինչ-որ վրեժ խնդրության նման բան էր ամեն դեպքում։ Եվ այդ այնց բաներից զուրկ մնալու համար պետխորհուրդը ունենալու է իրավունք վետոյի, վարչապետի որոշման, ազգային ժողովի որոշման։ Մյուս կողմից սա առաջացնում է բարձիկն է դառնում, հա, ոնց որ երաշխիքն է դառնում, որ չի կարողանա վարչապետը ժողովրդի հանդեպ ինչ-որ իվնաս ժողովրդին, իվնաս հայությանը ինչ որ հարցեր լուծի, բայց դրանից անվտանգության բարձիկ է դառնում վարչապետի համար էլ, եթե դրսի ուժերը կանչում են, հրավիրում են, ոնց որ 13 թվականի սեպտեմբերին իրան հրավիրեցին ու մի քշերվա մեջ ստորագրել տվեցին Սերժ Սարգսյանին, հա, այդ հայտնի ստորագրությունը, ոնց որ ասենք մենք չհասկացանք թե օգոստոսին Տրամպի մոտ այդ ոնց թռավ գնաց այդ ինչ ստորագրեց, մինչև այսօր պարզ չէ թրիփը թե ինչ է իրանից ներկայացնելու, ոնց է աշխատելու, ինչ արվելու, հա, այդտենց բաներից զուրկ մնալու համար պետխորհուրդը իրավունք ունենալու վետո դնելու, եթե պարզվի որ սա հակապետական մոտեցումներ է։ Դրա համար քաղաքագիտական կյանքը արդեն ունի այդ ձերասա սիստեմի համար կիսանախագահական կառավարման համակարգը, որտեղ պարլամենտի ընդունված որոշումներ օրինակի համար նախագահն է կարողանում վետո դնի, որտեղ ինչ որ բաներ կան, այսպես կիսանախագահական մեջ այդ կա, բայց կիսանախագահանը մի մոռացեք, էլի եմ ասում, ելնելով մեր մենտալիտետը, մեր փորձը, մեր բան, երկու հոգի իրար հետ պայմանավորվելը ու դարձնել մեկն ու մեկին միապետ, մեկը մյուսի բանը հաղալը շատ հեշտ է մեր պարագան։ Մեկը մյուսին բարեկամ, ծանոթ ընկեր, իրար կուսակցությունից մեկը դուրս եկել։ Շատ դժվար է լինելու, որտեղ այդ 9 հոգին նախ եւ առաջ էլի եմ ասում, 3 տարի մեկ 3 հոգին հա փոփոխվելու են։ Իրանց հետևը կայունած է լինելու այդ ասենք այն ինքնորոշման այդ մոտեցումը, որը որ այդ գաղափարը, հա, ինքը իրանով, ես դες կուարկեմ, բայց դուք էլ որ ծանոթանաք, ինձ թվում է ձեզ էլ կհետաքրքրի, ինքը իրանով շատ ուժեղ գաղափար է, ինքը արժեքների մասին գաղափար է, ու այդ մարդիկ, ասենք, մի քանի ստադիա են անցնում, միջև գալիս են հասնում են ինստիտուտի հոգեբարձուների խորհուրդը, որտեղից որ ընտրվելու են այդ 9 հոգին։ Մենք մաքսիմալ սարքում ենք այն իրավիճակը, երբ որ արժեքների տեր մարդիկ գանք կանեն այդ պետխորհրդում ու իրանց հետ պայմանավորել են արժեքները, պարոն կամ արժեքները շատ տարբեր են։ Ոչ, տարբեր չեն, ցավոտ տան։ Պարոն Գալստյան, տարբեր չեն։ Հա, եթե այն նայենք այն մարդկանց որ ունեցել ենք միջև այդ մեր ղեկավարության մեջ, իրանց համար մամոնան ամենագլխավոր արժեքն է եղել։ Ի տարբերություն այն մարդկանց ովքեր ձերպես մերպես կրթություն են ստացել, ընտանիքներում, ասենք, դաստիարակություն են ստացել, արժեքները միևնույն կարող ասեմ ինչ տարբերություն ձեր եւ Նիկոլ Փաշինյանի ասացի միջև զուտ արժեքային բանի առումով։ Դուք եք վերջին 35 տարվա ամբողջ պատմությունը դարձնում այսպես ծայրահեղ քննադատության առարկա, ասելով որ մենք համարյա ոչ մի ձեռքբերում չենք ունեցել, Նիկոլ Փաշինյանն է նույնը ասում։ Նայեք, հա, ես իրականում մտածողություն չկա, մենք նոր Նիկոլ Փաշինյանն ենք ունենալու։ Այսինքն դուք գալիս եք մերժելու տրամաբանության, ոչ թե հանունի։ Ոչ, այստեղ սխալում եք։ Մենք հենց հանունի ենք գալի, մենք հենց գալիս ենք ռեցեպտներով ապագայի, թե ոնց է կոնկրետ պետք լուծել։ Մենք ոչ թե ասում ենք, ասենք մենք պետքա ոչ թե մենակ թրիփ անենք, այ բրիքսն անենք։ Դա ամեն ինչը պետք է անել, նույն բանն է, մոտեցում։ Տեսեք, դուք ասում եք բառացի վերջին 35 տարվա ընթացքում Հայաստանի ղեկավարների արժեքը եղել է մամոնան, այսինքն մամոնան ծիլերից տղա բացի Լևոն Պետրոսյանից, ես իրան դնում եմ մի կողմ իրականում։ Փողի մասին է խոսքը, հիմա մոտավորապես չգիտեմ։ Նույն գրեթե նույն տրամաբանությամբ խոսում է Նիկոլ Փաշինյանը։ Դուք հիմա այս ամեն ինչի պրոստը միացնում եք նաև Նիկոլ Փաշինյանին, որտեղ ինքը շղթայի մի մասն է, Ռոբերտ Սերժ Նիկոլ։ Մի վարք։ Պարոն Նիկոլ,
Այդ 35 տարվա ընթացքում մեր երկիրը ունեցել է հաղթանակներ, ունեցել է որոշակի ձեռքբերումներ, ունեցել է սխալներ, ունեցել է բացթողումներ, ու երբ որ դուք գալիս եք այդ ամբողջ պատմական շրջանը Նիկոլ Փաշինյանի պես մերժում եք ու ասում եք, այն ինչ որ տեղի ունեցել մենակ փողի համար է եղել, իմ մոտ տպավորությունն է, որ կներեք, այսինքն մենք նաև կարող ենք մտավախություն ունենք, որ նոր այսպիսի հարատեմ ձեր մտավախությունը մերժողական տրամաբանություն է, դուք հանուն չեք ասում, դուք չեք ասում, որ պետք է վերցնել լավը, թողնել վատը, եկեք մի հատ բան անենք, եկեք մի հատ մենք մեր գնահատականը տվել ենք իրականում մեր սայթում սայթում մենք ունենք գնահատականը մեր անցյալին թե կարելի է կարդալ իրականում կտեսնեք որ մենք գնահատականներ ես դրանից հետո մենք չենք ուզում ոչ ասենք իրանց հետ կռիվ տանք իրանց օրակարգով գնանք որ իրանք շատ վատն են բան դուք եք ասում ես շատ չէ դուք հարցեր եք տալիս ես ձեր հարցերին եմ միայն պատասխանում որ հասկանալի լինի իսկ իրականում եկեք մի հատ ըմբախտեմ որ ասում ծուռը նստենք դուզը խոսանք պարոն Գալստյան մի հատ բան հասկանանք հա Եթե որ ասում եք հաղթանակներ ա եղել, էս ա եղել։ Ես չեմ ասում։ Նայեք, այս հաղթանակները պետք է պահպանել։ Եթե մենք չենք կարացել պահպանենք, ուրեմն ոչինչ բան չի եղել։ Ես այդ մոտեցում, ես չեմ ուզում հիմա մտնենք այս բանը եղել է։ Եղբայր, կարևորը գիտեք որն է, որ մենք կարողանանք մեր երեխեքին ապահովենք ապագայում հաղթանակներով։ Էս է կարևորը։ Այն ինչ որ մենք չենք կարացել, արդեն չենք կարացել։ Լավ բաներ իհարկե եղել է, ոնց է կարելի ասել, չէ, ընդհանրապես չի եղել։ Եղել է լավ բաներ։ Եղել է այն, որ ասենք թե 35 տարի մենք արդեն ունենք, դեռևս ունենք ու Աստված տա, ես վստահ եմ, որ էլի կունենանք Հայաստան Հանրապետությունը մնացել է, կայացել է։ Միջև այդ մեր մոտ այդ սովետի ժամանակ փաստորեն հələ հասկանալի չէր։ Մենք մասն ենք մնալու սովետի կունենանք մեր ինքնությունը հայկական կմնա, չի մնա, ասենք շատ հարցեր կար։ Բանկան երրորդ ուժի ձևավորումը Հայաստանում, որ ոչ նախկին ենք, ոչ ներկա ենք, մյուս ենք եւ այլն։ Դրա մասին վերջին 8 տարվա ընթացքում, քանի որ հաշվի առնենք, որ Նիկոլ Փաշինյանը ընդհանուր նախկիններ աման, այսպես նախկինները ասելով որոշակի ուժ է ստանում էներգետիկա է ստանում, անդադ խոսքը պետք է երրորդ ուժ։ Հիմա հայկական քաղաքական բանում մենյուում, այսպես ասենք, հա, այնքան ուժեր ու այնքան կազմակերպություններ Քոչարյան Ռոբերտի խոսքեր էր էլի մենյու։ Ես չգիտեմ, չէ, ես անկեղծորեն չեմ հիմա հաղում չեմ անում երկրորդ նախագահին, բայց իսկապես այդ մենյուի մեջ հսկայական բաներ կան, ճաշատեսակներ կան։ Այսինքն ուզում հասկանալ այդ եթե այդ ամեն ինչը կա, ինչի պետքա մեր ժողովուրդը գնա ու ընտրի քաղաքական ուժի Հա, որի եկեք անկեղծ լինենք, որի առաջնորդները այտենց հանրային լայն ճանաչում չունեն, որոնք առնվազն ձեր պարագայում ասենք 20 թվական այս ընդհանուր այս ողբերգությունների շրջանում ինքը հանրային չի հանդես եկել է հասել է ընտրություններից 7 ամիս առաջ նորը հանրային հայտ ներկայացնում, այս ամեն ինչը մի տեսակ հարցեր է։ Մի անգամ էս պատասխան։ Նախ եւ առաջ հանրային հայտ որ ներկայացնում, ես միայն մասնակցել եմ քաղաքական այս պայքարին։ Ես ոչ մի պաշտոն չեմ ստանալու, քանի որ ունեմ 3 քաղաքացիություն ու չեմ էլ ուզում ստանալ ոչ պաշտոն, ոչ ազգային ժողով գնալու։ Ես ցավում եմ իմ երկրի համար, իմ պետության համար, ես գիտեմ, որ ես ունեմ թե փորձը, թե իմաստությունը, որ կարողանամ օգնեմ այդ ամեն ինչը կատարվի, ինչ որ կախված է ինձ։ Հիմա լավ, այդ կապվածից հետո ինչ եք անում, երկրորդ հարանը որն է։ Ես մինչև այդ հարցին պատասխանեմ, հետո վերադառնամ սրան, որտեվ հարցերը խախտվում եք։ Ուրեմն նայեք, ինչ որ կապված է նույն այդ նժարը, խի պետք է ընտրեն նժարին, հա։ Նայեք, նույն Նինա Կարապետյանց, որ ասում եք հանրային ճանաչված չի, իհարկե ճանաչված է։ Այդ առնվազն ասի դուք Իմ մասով ես ասեցի, իսկ Նինա Կարապետյանցը ինքը ցույց է տվել իր Ես շատ հարգում Տիկին Կարապետյանցին։ 25 տարվա ընթացքում այդ մարդը բացի նրանից լավ երապաշտպան է, իրականում ինքը այն մարդը եղել, որ բոլոր ղեկավարների ժամանակ ինքը պայքարել է օրենքի եւ իրավունքի համար։ Եվ բոլորի դեմ, չէ, գիտեք ոնց, դա իր էությունն է ցույց տալի, թե ինչ էության տեր մարդ է։ Մեր համար կարևոր են այդպես մարդիկ, որ այդպիսի մարդիկ կան, որ Նիկոլի պես թաքնվածները, որոնք որ հա գիտեինք ինչ են, ինչ չեն, բայց մենք հնարավորություն չունեինք ուրիշ, ասենք, կամ Սերժներ կամ Նիկոլը, դրա համար ժողովուրդը գնաց Նիկոլին ուտեց։ Հետո պարզավ որ փաստորեն մենք մտածում ենք Սերժ Սարգսյանից վատը չկա, բայց պարզավ ավելի վատն էլ առնում։ Բայց ես չեմ ասում ավելի վատը Նիկոլից կարողա չլինի։ Չէ, կարող է ավելի վատն էլ լինի, բայց մենք մի անգամ պետքա ճիշտ ընտրություն անենք, փոփոխություն անենք համակարգում մեր։ Եթե մենք համակարգային փոփոխություններ անենք, ստեղծենք այն հնարավորությունը, որ էլ կյանքում չգան Նիկոլներ։ Մեր ուզածը դա է։ Եվ դրա համար մենք կուսակցություն չենք ստեղծել ու մենք կուսակցություն չենք դառնալու մենք դաշինք ենք ստեղծելու մեր մոտեցումները վերկուսակցական մեր մոտեցումները ուղղակի տնտեսական եկեք այս բանը սարքենք ճանապարհը սարքենք այդ ամեն ինչը իրական
1 միլիարդ տարեկան մենակ պարկ ավելացնելով կարելի է 10 անգամ ավել սարքել ճանապարհ, քան թե Նիկոլն է սարքում իրականում, բայց հարցը դրա մեջ չի։ Մենք մի անգամ կարող է բախտերս բերի շատ լավ մարդ գա, ասենք նույն իմ ընկեր Սամվել Կարապետյանը, հա, եկավ ասենք ինքը իրավունքունի չի գնա, ես վստահ եմ, բայց ասենք թե պատկերացնենք ինքը եկավ։ Սարքեց զավոդներ, ոնց որ ասում է բաները, բայց եթե համակարգը չփոխվեց իրանից հետո մի անգամ էլ կգա մի հատ էլ Նիկոլ եւ իրան տանին նստացնի։ Դրանով ի՞նչն է փոխվում։ Ոչ մի բան, կունենաս զավոդներ, որ ձեռից այդ կառեն կտան ես իմ ում։ Դրա համար պետք է համակարգային փոփոխություն։ Էս է ամենակարևորը։ Եթե համակարգը չի փոխվում, այն մնացածը մի հատ զավոդ ավել սարքես, մի հատ ասֆալտ ավել փռես։ Հիմա այդ խորհուրդը համակարգ է փոխելու։ Այդ խորհրդի մոտեցումը ինքը իրանով է արդեն համակարգային փոփոխություն, որտեղ սահմանադրության մեջ այդ փոփոխությունը, երբ որ դու հնարավորություն ես տալի համակարգին լիազորությունները մի մասը տալիս ես թե երբ որ վարչապետը գալիս է շամպես աշխատելու համար, այլ ոչ թե գալիս է թակավոր դառնա, որ բոլորին SMS-ներով նշանակի կամ ազատի, ինքը պետք է պատասխանատու լինի։ Գլխավոր դատախազը մեր պարագայում ամեն րոպե եթե ինչ-որ մի սխալ բան արեց վարչապետը, իրավունք է ունենալու ձերբակալի երկրորդ ինձ ասեք, էլի երկրորդ մոտեցումը համապարփակ անվտանգային համակարգն է։ Այս չգիտեմ ծանոթ եք թե չէ այդ մոտեցմանը, այդ ինչ է նշանակում։ Այդ համակարգով աշխատել են Ֆինլանդիան, ասենք փոքր երկրները, որոնք որ կողքը ունեն շատ մեծ, ասենք Ֆինլանդիայի դեպքում Ռուսաստաններ, հա, ասենք երկիրը, որը անհասկանալի է իրան անկերալ լինելու թե թշնամի, չնայած Ֆինլանդիայի փորձը ցույց տվեց, որ այդ համակարգը ընդունելով իրանք կարացան այդպիսի մեծ սովետական, հա, միության, Ռուսաստանն էլ չէ, սովետական միություններ են ժամանակ իր սահմանակիցը, եւ իրանք կարացան այդ պարագայում լինելով կապիտալիստական այդ իրանց կառավարման համակարգում ընկերություն անել սոցիալիստական սովետը, երբ որ կար այդ երկրորդ աշխարհից հետո, հա, չէ, հենց այդ երկրորդ համաշխարհայինից հետո եմ ասում, երբ որ այդ պատերազմը կարճեց սովետի ու դա բանի չմիացման քաղաքականության հետևանք է։ Այդքան էլ չէ, իրանք չէ, իրանք առանձին էր, այդ չմիացմանը չէ, մի խառնեք։ Չէ, ես չեմ ասում, կա չմիացման երկրների այսպես շարժում, դա ուրիշ բան է։ Եսի նկատի ունեմ, որ Ֆինլանդիան չդարձավ ՆԱՏՕ-ի անդամ, Ֆինլանդիան չբերեց զորքերը ՆԱՏՕ-ի չտեղավորեց սովետական դրաման, դրա հետ է, բայց ինքը ընդունել էր այդ համապարփակը եւ անվտանգության, հա, այդ համակարգը։ Դա ինչ է տալի, դա ինչի մասին է։ Ու այդ բանը եղավ իրանց մոտ 39 40 թվականին, չէ՞, պատերազմից առաջ, երկրորդ համաշխարհայինից առաջ սովետը փորձեց Ֆինլանդիայի վրա ու անհամաչափ վնաս տալով սովետական միությանը, փաստորեն իրանք մնացին որպես անկախ պետություն։ Ու տվեցին Կարելյան, իհարկե, բայց Կարելյան տվեցին, հասկանալի է, որ ինչ-որ բան կորցրել են, բայց ամեն դեպքում իրանք մնացին որպես պետություն, որպես ազգ կայացան ու ցույց տվեցին աշխարհին, որ իրանք պայքարող են։ Այդ մոտեցումն է, այդ համապարփակի մեջ, դա ոչ թե մենակ պաշտպանության համակարգի հետ է կապված, դա կապված է նույնպես էկոլոգիայի հետ, հա, ասենք տնտեսության ուրիշ ոլորտների հետ է շատ կապված, ասենք ու շատ կարևոր է, որ այդ հնարավորությունը տալու մեզ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ամեն մեկը աստված հեռու պա, եթե պատերազմը կամ ինչ-որ ճգնաժամ է սկսում, ամեն մեկը իր տեղը իմանալու է, թե ով ինչով պետք է զբաղվի, հա։ Այդ շատ կարևոր մոտեցում է։ Եվ երրորդ կետն է մեր վերկուսակցական այդ մոտեցումների, որի շուրջ մենք ուզում ենք համախմբենք եւ դաշինք ստեղծենք, դա թվանշային պետությունն է, որը որ իրականում մեծ օգուտ է տալու, բացի նրանից, որ ինքը հնարավորությունը հեշտացնելու է, հա, ասենք թե տնտեսական հարաբերությունները թվայնացնելի նկատի ունեք։ Այո, թվայնացնել, բայց մենք հատուկ մոտեցում ենք, հատուկ ձև ենք այդ թվայնացման առաջարկում, որտեղ լինելու է երկու ռեեստր, մեկը թվային դրամն է լինելու, կենտրոնական բանկին է պատկանալու այդ ռեեստրը, երկրորդ ռեեստրը լինելու է ապրանքների եւ ծառայության ռեեստր։ Այդ ինչ է տալու, պարոն Գասյան, որ պատկերացնեք, սա հնարավորություն չի տա այն ապրանքները ու ծառայությունները, որը որ քո ռեեստրի մեջ գրանցված չեն,
Դու դրանց համար փոխանցես, հա։ Փաստորեն իրականում կաշառակերությունը, թմրամոլությունը, խաղամոլությունը կարելի է ի սկզբը, ասենք, պատկերացնել, որ դրա դեմը կառնվի, դա միանգամից չի լինի, դա 3-ից 5 տարի է սաղ process-ը տևալու։ Որոշակի ուտոպիստական բաներ են։ Դե կարակ ասեք ուտոպիստական է, իհարկե ամեն ինչ ինչ որ նոր է, ինքը ինչ որ չափով ուտոպիստական, բայց այսօր աշխարհի տնտեսությունները, տեխնոլոգիաները այնպես են զարգանում, որ 5 տարի առաջ սրա մասին խոսալը անհնար կլինի, որտեղ լավ եկեք այսպես հարցի մոտենանք, հա, կամ շարունակենք մեր քննարկումը։ Ստացվում է այնպես հրաշքով, որ դուք ասելով ձեր ուժը դառնում է, չէ, դե էսպային հաշվի առնելով սոցհարցումները եւ ձեր ուժի հավան բանը, հայտնիությունը դա առնվազն հրաշք պետք է լինի, որ ձեր ուժից մեկը վարչապետ ընտրվի։ Էսպային տենց է, օբյեկտիվ խոսանք, էլի։ Դե էսպային մենք չենք մասնակցել սոցհարցումներին դեռևս։ Համենայն դեպս նոր ենք սկսել, 2 ամիս է ձևավորվել։ Շատ լավ, բայց եկեք օբյեկտիվ գնահատենք ձեր ուժերը։ Առաջիկա ընտրությունների ժամանակ ձեր մոտ լավագույն բառը կայեմ դա այսպես գերհաջողություն կլինի, եթե անցնեք պարլամենտ։ Բա մի բան ընդունում ենք, որ այդպես չի, ինչ որ բան է տեղի ունենում, այսպես եւ այլն, ու դուք ունենում եք վարչապետ տեխնոլոգիա։ Հիմա, երբ որ դուք դառնում եք իշխանություն, դուք անմիջապես առերեսվում եք մինչև այս Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված եւ ստանձնած պարտավորությունների ու պարտականությունների հետ, որի մեջ է մտնում նաեւ այսպես կոչված խաղաղության խաչմերուկը, TRIP ծրագիրը, դուք ունենում եք Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կիսատության որոշակի ընթացք, որը կամ պիտի շարունակեք, կամ չպետք է շարունակեք։ Նիկոլ Փաշինյանը ասում է, ես գալու եմ եւ բերելու եմ խաղաղություն։ Մնացած բոլորը, որոնք որ գալիս են, բերելու են պատերազմ, ավանտյուրիստական պատերազմ։ Հիմա դուք այս հարցում արդեն մտածել եք, թե ինչ եք անելու։ Հիմա նայեք, հա, նայեք ջան, նախ եւ առաջ ընդհանուր մոտեցում, որ դուք պատկերացեք, թե ինչ ձև է մեր շարժումը գալու եւ հաղթելու իրականում ընտրություններում, եւ այս ընտրությունները հաղթելու է։ Այո, հաղթելու է, վարչապետը լինելու է Նինա Կարապետյանցը, միանշանակ, ոնց ենք անելու, որ պատկերացնեն ժողովուրդը, դուք էլ պատկերացնեք, հա։ Նախ եւ առաջ կարծեմ, որ դա լավատեսական մոտեցում է, բայց ամեցեք։ Հա, դա լինելու է դաշինք այնպեսի ուժերից, ովքեր որ պատկերացնում են, նախ եւ առաջ հասկանում են տեխնոլոգիաներից եւ պատկերացնում են, թե ինչ ձև է կարելի փոփոխություն անել։ Ես օրինակները հիմա դեռևս չասեմ ժամանակից շուտ, մի քանի ամսվա ընթացքում դուք այդ ամեն ինչը կտեսնեք, մենք կներկայացնենք այդ ամեն ինչը ձեզ, որովհետև համարյա թե բոլոր ուժերի հետ շփում կա, շատերը ուզում են մասնակցեն, մենք չենք ուզում որ իրանք մասնակցեն, դա էլ ասեմ ձեզ որ պատկերացնեք, բայց դա ամեն դեպքում։ Հիմա ինչ որ կախված է այս դաշինքին, հա։ Հիմա 3 հատ կետ կա, որի շուրջ մենք պետք է համախմբվենք։ Այդ կետերը ընդունվում են մեծամասնության կողմից, իրականում այդ նեյտրալ կետերն են, որ հնարավորություն են տալի համախմբելու։ Մնացած կետերով մենք պետք է իրանց հետ միասին, ասեմ ձեզ, ես հետո կասեմ մեր մոտեցումն է ոնց։ Հիմա այդ բոլորս իրար հետ մենք կմշակենք 3 տարվա, քանի որ մենք գալիս ենք ու մենք միակն ենք, ովքեր որ ասում են մենք մեր լիազորությունները կտրելու ենք մեր վարչապետի։ Մեր վարչապետի լիազորությունները չի լինելու որպես միապետի, այլ միանգամից մենք մի տարվա մեջ այդ սահմանադրական փոփոխությունները կանցկացնենք եւ կտանք պետխորհրդին այդ լիազորությունները եւ ինստինկտիվան մեր վարչապետը մնալու է առանց այդ լիազորությունները։ Փաստորեն մենք միակ ուժն ենք, ով որ առաջարկում է, որ ինքներս մեզ ենք կրճատելու մեր լիազորությունները։ Բացի դրանից, ուրեմն 3 տարվա ծրագիր է մշակվելու, թե արտաքին հարաբերությունների, թե տնտեսական աճի, այդ բոլոր ծրագրերը մշակվելու են։ Մենք ունենք մեր մոտեցումը, որը առաջարկելու ենք, դնելու ենք սեղանին եւ իրար հետ քննարկելու ենք։ Իրար հետ վերջնական քննարկումից հետո մենք որոշումներ կընդունենք։ Ինչ որ կապված է Նիկոլ Փաշինյանի այդ պատերազմի կամ խաղաղության այդ օրակարգը, որ ինքը ձևավորում։ Նախ եւ առաջ ներողություն էլի միջև այդ ինչ որոշումներ կընդունեք։ Որովհետեւ մենք բոլորով կհավաքվենք, որ մենք այդ դաշինքը, որ կազմելու ենք, մենք այդ դաշինքով ենք ընդունելու մեր վերջնական տեսակետները, թե արտաքին քաղաքականության, թե տնտեսական զարգացման։ Բայց դուք հիմա անձամբ ձեր պատկերացումները չունեք։ Ունենք, կարող եմ հեսա դրամար եմ ասում, ես ձեզ կներկայացնեմ, իմ պատկերացումս կներկայացնեմ։ Հենց այդ դրամար եմ ասում, այդ Նիկոլ Փաշինյանի օրինակ այդ խաղաղություն ու պատերազմ, հա, ինչ է։ Դա իր հերթական բլեֆն է, այդ իր հերթական մանիպուլյացիան է, քանի որ իրականում այսօրվա դրությամբ պատերազմ լայնածավալ չի կարող լինի, քանի որ այսօրվա դրությամբ երաշխիքը ուղղակի պետք է ասել, որ ԱՄՆ-ն է եւ երրորդդիտորդներն են սահմանի, այդ է երաշխիքը։ Ոչ մի Նիկոլ Փաշինյան, մենք հասկացանք, հենա վերջերս Արարատ Զուրաբյանը նորից դուրս եկավ, ասեց Միրզոյանը շատ քանի
լավ հիշեցի, շատ լավ մարդու։ Ես էլ եմ շատ հարգում իմ ընկերները։ Արադ Միրզյանը այս վերջերս էլի փաստորեն ապացուցեց, որ ոչ մի խաղաղություն չկա, փաստորեն իրանք մինչև այսօր չեն կարող հասկանան, թե ինչ են ստորագրել, թե դրա հետև ինչ է կանած, բայց իրականում քարտերը տված է Ալիևի ձեռը, իրականում ինքը այդ մանիպուլյացիան է անում, ասում է, եթե ինչ չընտրեք պատերազմ առնելու, երկրորդ մանիպուլյացիան լինելու է, եթե սահմանադրությունը չփոխեք իրանց ուզած ձևով, որ այդ սաղ մեջից հանվի պատերազմ առնելու, երրորդ փուլով ինքը գալու ասի, եթե 300,000 ադրբեջանցի չգա Հայաստան պատերազմ առնելու, ու սենց սաղ վաղ պետք է վախենանք, որ պատերազմ առնելու ու անենք ամեն ինչ որ Նիկոլ Փաշինյանն ասում, ինքն էլ մնա։ Այդ չի լինելու, այսօրվանից եմ ասում, միանշանակ չի լինելու իր ուզածները, իր ասածները, լինելու է ճիշտ ձևի, իսկ այդ ճիշտ ձևը վերջնական կորոշի այդ մեր դաշինքը, թե ոնց ենք ներկայացնում։ Ինչ հարցեր մեկ էլ ասեմ, հա, ասենք մեր բանի քաղաքական օրինակ մեր որոշումը։ Օրինակ մեր որոշմամբ իրականում կներեք, էլի պատերազմ խաղաղության թեման էլ չեմ ուզում փակենք։ Մինչև այդ 1980 շարունակեք։ Դուք ասացիք հետևյալ ձևակերպումը Հայաստան, Ադրբեջանը չի արձակվում Հայաստանի վրա, որտեղ կա եվրո դիտորդների հանգամանքը եւ կա եւ Միացյալ Նահանգների երաշխիքը։ Հիմա եթե դա այդպես է, ես դա վիճակում եմ իհարկե, բայց եթե դա այդպես է, եթե մի բան ընդունենք, որ դա ճշմարտությունն է, Միացյալ Նահանգների գառանտիաները աշխատում են այնքան ժամանակ, քանի աշխատում է այն փաստաթուղթը, որը Նիկոլ Փաշինյանը ստորագրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում։ Միացյալ Նահանգները ունի շահեր կոնկրետ, ուզում է բանանի կառավարի մի ճանապարհ, որը լինելու է Եվրասիայի ամենախոշոր կոմունիկացիաներից մեկը կամ կարևորագույն կոմունիկացիաներից մեկը։ Հիմա դուք վարչապետ եք, ինչ եք անելու այդ կոմունիկացիաները։ Նախ եւ առաջ մեր համար հələ որ պարզ չի թե տակը ինչ կա այդ իր ստորագրածի, բայց ամեն դեպքում այդ ստորագրածը պետք է ընդունել որպես հիմք եւ դրա վրա աշխատել։ Ամենաշատ շահավետ ձևը, որը կլինի Հայաստանի համար, փորձել այդ ամենաշատ շահավետությունը թրիփի բանով։ Դե դա թրիփին ընդունում եք։ Ես վերջացնում եմ, դուք հարց եք տալի, ես սպասում եմ։ Հիմա ես վերջացնում։ Հիմա նայեք, ամենակարևորը ինչն է, էլի, պարոն Գասյան։ Ստեղ մի հատ պետք է հասկանալ, թե ինչ է կատարում աշխարհում, հա։ Աշխարհում այսօր մի հատ բան է, ոչ թե ռուս-ուկրաինական պատերազմը, ոչ թե հայ-ադրբեջանական պատերազմ, հա, որ վախացնում է մեզ Նիկոլը, այլ իրականում կատարում է մի հատ բան։ Դա Ամերիկա-Չինաստան պատերազմն է, տեխնոլոգիական պատերազմն է կայանում։ Շուկաների բաշխումը այսօր կայանում, իրականում, իրանք իրար մեջ կիսում են շուկաները, թե որտեղ կլինի։ Ամենամեծ շուկան, որպես հումքի շուկա, դա Ռուսաստանն է եւ դրա համար 21 թվականին Ժենևում, երբ որ Բայդենն էր դեռ հանդիպել Պուտինի հետ, այնտեղից սկսեց սաղ այդ պատմությունները, որտեղ այս մեկը իր պայմանները դրեց, Պուտինին թվաց, որ ինքը էլ կարա պայման դնի, փաստորեն պարզվեց, որ իր պայմանները հետաքրքիր չէին իրանց, ոչ Ամերիկային, ոչ Չինաստանին, քանի որ իրանք իրար մեջ որոշել են, որ մենակ իրանք են կիսելու ամեն ինչը, Ռուսաստանը չի կարա մասնակցի որպես կիսող մաս։ Հիմա դրանից սկսվեց այդ ռուս-ուկրաինական պատերազմը։ Մեր մասով ինչ որ ստեղ անցնելու, մենք արդեն այդ իրանց աշխարհաքաղաքական որոշումների մեջ մենք իրանց պլանի մեջ կանք։ Այդ թրիփը այդ պլանի մասը, որը որ Ամերիկան ուզում է ինքը իրանով տիրապետի, որ ոչ թե ընկնի Չինաստանի, ասենք, բանի տակ, հա, ասենք ուղակի տիրության տակ։ Եվ դրա համար դրանից է պետք ելնել։ Մենք իհարկե չենք ասում Ամերիկան պետք է գա մեր հայերից բանը պաշտպան։ Կարող է գալ այդ ժամանակ, երբ որ ուղակի կուզենա պաշտպանել հայերից, մենակ նրա պատճառով որ մենք հայ ենք, հա։ Կարող է այն ժամանակ եկա, բայց եկեք դա մոռանանք։ Ինչ որ մի երկու հատ այ այդպես թեմա չկա դրա համար։ Դե հա, դե դրա համար էլ հələ որ անսպասելի է այդպես բան, մենք պետք է ինչ անենք։ Մենք մի հատ բան ունենք, նրա պատճառով որ մեզ կարողանան երաշխիքներ տան, որ մենք կարողանանք ինչ որ չափով մեզ ինքներս պաշտպանենք, հենց համապարփակը այդտեղ է, որտեղ որ մենք պետք է կարողանանք ոչ թե պարակտենք մեր հանրությունը, այլ միավորենք մեր հանրությունը։ Եթե մենք կարողանում ենք միավորենք հանրությունը, պարոն Գասյան, մենք կունենանք ուժեղ տնտեսություն, մենք կունենանք ուժեղ այդ դեպքում բանակ, երբ կունենանք ուժեղ տնտեսություն։ Մենք այդ դեպքում կունենանք եսով պետություն։ Ես Ամերիկայի գառանտիաների ու Ամերիկայի անվտանգության մասին մի օրինակ եմ ուզում բերել։ Դուք կարող եք ինձ հակառակել, որ նոյեմբերին Ռուսաստանն էլ ներողություն 23 թվականի սեպտեմբերի Արցախի անկման ժամանակ էլ Ռուսաստանը իրան այդպես պայեց, բայց համենայն դեպս այս պայն ամենաթարմ օրինակը այն է, որ այսօր Գազայի հատվածը այրում են իսրայելցիները։ Ամերիկայի թույլատրությամբ։ Ընդամենը 5 օր առաջ Միացյալ Նահանգները ու Թրամփը Եգիպտոսում հայտարարեցին, որ հարցը փակում են Գազային բերում են խաղաղություն։ Եվ պաղեստինցիները հանձնեցին իրենց պոտեղած գերիներին, Համասի դուրս եկավ պաղեստինյան վարչակազմը պետք է գար տեղափոխվել, այսինքն
բանի Հորդանանի արևմտյան ափի վարչակազմը, պետք է գար տեղափոխվեր այնտեղ եւ այլն եւ այլն։ Հիմա այդ 5 օր տևեց։ Այսօր այրվում է Գազան։ Այո, բայց դա չի նշանակում, նայեք, որ ինքը երաշխիք ա տվել, որ Գազային բան, հակառակ։ Տվել է, ոչ չի տվել։ Մի րոպե, եկեք հասկանանք։ Այդ երաշխիք չէր։ Այդ արդեն լավ հնարավորություն էր նրա համար, որ սրանք իրանց երեսը պահեին, այդ Խամասը, որտեվ արդեն ջախջախված իրավիճակում էր։ Ես ասում եմ, դեմ եմ Իսրայելի այն քաղաքականությունը, ինչ որ տանում այնքը Գազայում, իրականում, դա ես հաշվում եմ իմ տեսակետն է, դա Ամերիկայի հեղինակությունը, բանը։ Մի րոպե, էլի եմ ասում, Ամերիկայի հեղինակությունը մի մոռացեք։ Մի հատ եկեք մի բան հասկանանք։ Այս օրադրությամբ այս տարածաշրջանում ի՞նչ է կատարում։ Այս օրադրությամբ այս տարածաշրջանում Ալիևն էլ է փոխել իր տիրոջը, Էրդողանը չի այսօր իր տերը, իր տերը Նատանյախուն է, Նատանյախուն Տրամփի հետ շատ լավ հարաբերությունների մեջ է։ Դուք նայում եք, ասենց ինքը յանի երաշխիք տվեց, չի տվել ոչ մի երաշխիք իրականում։ Ինքը ասեց պատերազմը վերջացնում են։ Պատերազմը վերջացեց, հիմա կան ծայրահեղականներ Խամասի կողմից, որ ձեռ չի տալի, որ այս հենց ձեր ասածը որ ցույց տան, որ Ամերիկայի Միլիոնական Նահանգների նախագահի բանը երաշխիքը չի աշխատում։ Իրանց այդ ձեռ է տալի, որտեղ դրա վրա իրանք փող են աշխատում, ահռելի փողեր են աշխատում, թե Կատարից, թե որտեղից տարբեր, բայց իրականությունը ինչումն է, այն որ իրանք ուզում են շուտ վերջացնել այս թեման, ու իրանց ձեռ է տալի արդեն վերջացնել, որտեղ ջախջախել են, Գազա չի մնացել իրականում, Հիմա ինչ են իմանում, չեն այրում Գազան։ Դուք կարաք հաշվեք, այս թեման կվերջանա։ Հիմա մի հատ էլ կայրեն, հետո կարող մի հատ էլ այրեն։ Հիմա նայեք, ես որ ասում եմ Հայաստանի երաշխիք է տալի, նայեք, որ պատկերացնեք, սա ուղակի հետաքրքրությունն է, այստեղ այդ ճանապարհն է։ Այնտեղ Գազան հետաքրքիր չէ Ամերիկային։ Գազան հետաքրքիր է Իսրայելին, որը որ շատ մոտիկ է Ամերիկայի նախագահի հետ։ Լավ, երկրորդ հանգամանք, Ասպեկ Ալիևը փոխել է տիրոջը, հիմա իր տերը այլևս ոչ թե Էրդողանն է, այլ Նետանյահին, ճիշտ հասկացա։ Իսկ քաղաքական process-ները մերձավոր արևելքի ցույց են տալիս, որ Նետանյահուն կամ Իսրայելը վերացնում է կամ շարքից հանում է իրանական պրոքսիներին, որոնք որ այսպես կոչված շիայական կիսալուսին է, որի մեջ մտնում են Հեզբոլլահը, որի մեջ մտնում են Լիբիայի հուսիտները, Իրաքի այդ բաները, շիա միլիցիաները, այսպես կոչված ջոկատները, ներողություն, Եմենի հուսիտները, Իրաքի շիա այդ բաները, ջոկատները, կազմավորումները եւ Խամասը։ Հիմա այս գրեթե բոլոր այդ հարցերը Իսրայելը լուծել է, Հեզբոլլահին արդեն վերջացել է, մնացել է։ Հիմա, այսինքն ինքը Իրանը իր արդյոք մենակ է, ու եթե Ադրբեջանի տերը կամ Ալիևի տերը Նետանյահու է, ապա վաղ թե ուշ այս process-ները գալու են կենտրոնալ Իրանի վրա, իսկ Իրանի վրա ավելի շուտ վաղ Իսկ Իրանի վրա կենտրոնացումը էգզիստենցիալ վտանգ ունի Հայաստանի համար եւ ասենք օրինակ ով կարող է գարանտիա տալ որ օրինակ Ալիևը չի ասելու սիրելի պարոն Բիբի եւ սիրելի պարոն Թրամփ եթե դուք ուզում եք որ ես Իրանի հետ հարցակմանը կամ այդ ամենի միանամ ինձ պետքա տակ անխոչոդոտ ճանապարհ Սյունիքի միջոցով այսինքն Նախիջևանից դեպի Ադրբեջան ուստեղ կարող է սարսափելի իրողություններ տեղ ունենան։ Ասածս ինչ է, երբ որ դուք ասում եք շատ հանգիստ, ինչի՞ է աշխարհակահական ներողություն վերլուծանցի։ Ասում եք Ամերիկայի Միացյալ Նահանգները տվել է գարանտիա, որովհետև ոչ մի խնդիր չունի։ Հայաստանում ինչ էլ տեղի ունենա, այդ գարանտիան մնալու է։ Մոտավորապես այդպես է, մի քիչ խոցելի է։ Չէ, նայեք, մի հատ էլ հա, որ պատկերացնեք։ Այն որ նպատակը Իսրայելի Իրանն է, դա միանշանակ։ Ես ձեզ ասեմ մի հատ էլ բան, հա, այդ որ դուք ասում եք այս վերջի 35 տարվա մեջ ես ասում եմ ոչ մի լավ բան չի եղել, հա, այստեղ կարամ ասեմ, որ այդ վերջի 35 տարվա մեջ մեր ղեկավարները այդ են ունեցել մի հատ լավ բան, որ կարողացել են լավ հարաբերություն պահել Իրանի հետ։ Եվ դա ուրիշ բան չեն։ Ну դա ասենք այն քիչ բաներից է որ կարողացել են անեն եւ դա իրականում այդ հնարավորություն այդ մեր հարաբերությունը մեզ թույլ չէր տալի Իսրայելի հետ էլ լավ հարաբերություններ ստեղծել իրականում։ Եվ որտեվ հասկանում ենք, հա, որ ինչի պատճառով եղավ։ Հիմա ինչ որ կապված է որ Իսրայելը Իրանի հետ հակամարտության մեջ է մտած։ Այդ որ դուք ասացիք վաղ թե ուշ ես վստահ եմ վաղ է լինելու։ Ու դա անելու են իրանք։ Իրանք պատրաստվում են դրան։ Դրա համար է հիմա իրանք ուզում են վերջացնել Խամասի հետ, որտեղ այն կռիվը 12 օրյա ինչ որ կատարվեց Իրանի հետ, Իսրայելի, իրանք չկարողացան վերջացնել, որտեղ այնտեղ նպատակը ուրիշ էր, իրանք ուզում էին ժողովրդին բարձրացնեն, որ չստացվեց, հիմա իրանք փորձելու են իմ հասկանալով, իրանք փորձելու են զենքի միջոցով հեռացնել ղեկավարությանը Իրանի։ Ինչքան որ ես եմ պատկերացնում, որ այս մոտակա ամիսներին մինչև 7 ամիս դա պարզ կլինի, արդեն
երևա թե ոնց է 2-ից 7 ամիս ես եմ պատկերացնում։ Դրանից հետո շատ բաներ է ստեղ փոխվելու, բայց այդ արանքում հիմա նայեք, հա, Ադրբեջանը որպես պոլիգոն է օգտագործելու Իսրայելը, միանշանակ է օգտագործելու։ Ադրբեջանը խոսք է տվել Ադրբեջանին, որ այդ որ ասում են արևմտյան Ադրբեջան, այն Իրանի մասին է դա խոսքը, այդում որ դուք ստանաս դա, կմոտիկանա ավելի շուտ Ադրբեջանը Իսրայելին, ավելի բան կլինի, ճանապարհները, նավթը, գազը, մուղը ընդեղով կգա էլի Իսրայելով կանցնի, Իսրայելը իր հարցերն է լուծում։ Այս առումով Իսրայելը Հայաստանի դեմ դուրս չի գալու։ Իսրայելը այն որ դուրս եկավ Հայաստանի դեմ, ինքը դուրս եկավ Ադրբեջանին սարքելով իր զինվորը այս տարածքում, որ Իրանի դեմ օգտագործի։ Փառք Աստծո էլ եմ ասում, որ մենք երբեք դուրս չենք եկել Իրանի դեմ եւ երբեք էլ դուրս չենք գա, քանի որ Իրանի ժողովուրդը մեր համար բարեկամ ժողովուրդ է եւ տարբեր էլի աշխարհակաղակական հարցեր կա, որ մենք հասկանում ենք, որ դա մեր համար անընդունելի է Իրանի հետ վատ բան։ Հիմա ինչ որ կլինի այնտեղ, այո, դժվար է լինելու։ Միանշանակ դժվար է լինելու։ Բայց եթե դրա հետ միասին արդեն նայած եփալն է, եթե հիմա հակամարտությունը սկսեց, մենք ոչ մի բան չենք կարող փոփոխել, կլինելու է այնց ոնց որ իրանք են պլանավորել։ Ուրիշ բան, եթե հակամարտությունը ձգձգվի 3 տարի հետո, 4-5 տարի հետո սկսի, այդ ընթացքում շատ կարևոր է, ելի եմ ասում, մենք չպետք է նայենք նրանք ինչ են անում, մենք պետք է հասկանանք մեզ ինչ է պետք, մեզ պետք է դառնալ ուժեղ դառնալու համար պետք է միավորվել, միավորված մենք կարանք սարքենք լավ պինդ տնտեսություն, տնտեսությունը դա բանակ է, դա արտաքին քաղաքականություն է, ուժեղ տնտեսությունն է արտաքին քաղաքականությունը, նախ եւ առաջ իսկ ուժեղ բանակը դա մեր երաշխիքն է լինելու, մենք ուրիշ հնարավորություն չունենք։ Շնորհակալ եմ շատ։ Ես եմ շատ Հրավերություն ընդունելու ու առաջին եթերը հենց 24-ում անցկացնելու համար հույս ունեմ ընթացքում առաջիկայում մենք էլի նորից կհանդիպենք ու ավելի այսպես նեղ թեմաներով զրույցներ կունենանք։ Իմ հյուրներ Նժար Սահմանադրական շարժման համահիմնադիր Արտաշես Իքոնոմովը։ Շնորհակալ եմ։